2026 թվականի խորհրդարանի ընտրությանն ակտիվ պատրաստվում են ոչ միայն հայաստանյան քաղաքական ուժերը, այլև Եվրոպական միությունը։ Հարցը նույնիսկ Բրյուսելում կայացած նախաճաշի օրակարգում է եղել, հայտնեց Եվրամիության դիվանագիտության ղեկավարը։ Հայաստանը Եվրոպայից օգնություն է խնդրել ընդդեմ, այսպես ասած, արտաքին վնասակար ազդեցության։ Հայաստանում ընտրություններ են լինելու, կքննարկենք ինչպես կարող ենք օգնել։ Նրանք մեզնից արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարի համար այնպիսի օգնություն են խնդրել, ինչպիսին շնորհել ենք Մոլդովային։ Հիբրիդային սպառնալիքների հարցը քննարկվել է ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Բրյուսելում լրագրողներին հայտնեց Արարատ Միրզոյանը։ Էկոնոմիկայի նախարարը չի կարծում, որ Եվրամիության այս աստիճան հետաքրքրվածությունն առաջիկա ընտրությունով ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Ասում են, նրանք ժողովրդավարության լավագույն փորձն ունեն։ Հայաստանի Հանրապետության նկատմամբ իհարկե հնարավոր են լինեն հիբրիդային հարձակում, մասնավորապես մեր ժողովրդավարությունը վտանգի տակ դնել եւ տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշարքային մեխանիզմներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք որ տիրապետում են միլիարդավոր դոլարների, ազդել ընտրությունների վրա։ Որ երկրից է հիբրիդային հարձակման սպասում Հայաստանը, չի մանրամասնում Պապոյանը, որ խորհրդարան էր եկել ԵԱՏՄ-ին վերաբերող նախագծով։ Այսօր էլ կան ուժեր, որոնք որ ժողովրդավարությունների վրա հարձակումներ են գործում, ընդ որում եւ իրենց երկրից դուրս եւ իրենց երկրների ներսում։ Եվրոպան աչք է փակում մեր երկրում սրբազանների կալանավորումների եւ արատավոր այլ երևույթների վրա։ Նախարարն ասում է, կալանավորումների համար իրավական հիմքեր կան։ Պապոյանն իր ձևով է մեկնաբանում Հովհանավանքում տեղի ունեցած միջադեպը, երբ քաղաքացուն հանեցին եկեղեցուց, բերանը բռնած, միթե սա է ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը ասում է, որ այդ ժամանակ պետքա այդ մարդուն ուղեկցես դուրս, ինչպես արվում է, որպեսզի մնացած 1000 հոգու, 2000 հոգու, 5000 հոգու շահերը պաշտպանվեն։ Կներեք, օրինակ, կարող է որևէ մեկին հարմար լինի, կներեք էլի, իր բնական կարիքները, օրինակ, ճանապարհի մեջտեղում հոգի։ Հիմա պետությունը պետքա գործի այդ դեպքում, թե չէ։ Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է, թե որտեղից է այն գալիս, նախարարը չի ասում։ Ավելի շուտ Ռուսաստանից ցորենի առաջին խմբաքանակն էր հասել Հայաստան, հետո Ղազախստանից։ Վերջին խմբաքանակը մեծ աղմուկ հանեց, երբ պարզվեց, որ այն բարձրակարգ չէ, երրորդ կարգի է։ Բոլորս այդ հարցը կերել ենք, այդ 2000 տոննա ցորենը, սիրելի հայրենակիցներ, դա մեր մեկ օրվա եւ մի քանի ժամվա սպառումն է, ամբողջ Հայաստանի բնակչությունը այդ հացը կերել ենք, վերջացրել ենք, այդ ինչ որ մի օրվա ձեր կերած լավաշը կամ բուխանկան, Նարեկ ջան, այդ հացից է եղել։ Այնպես որ ես էլ եմ կերել, դու էլ ես կերել։ Սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում են ամանորին տոնական օրերի ծառայությունն ավելի զգոն է խորհրդարանում լրագրողներին, ասում է Սուրեն Պապիկյանը։ Հաշվի առնելով նաև եղանակային պայմանները, քամի, բուքը, այլ մտահոգություններ ունի այսօր զինված ուժերը եւ մենք մեր առօրյա խնդիրներով ենք զբաղված։ Մենք մինչեւ 3500 մետր բարձրության դիրքեր ունենք։ Դուք հաշվի առեք, որ այնտեղ ձյունը հալվում է միայն ամռանը եւ արդեն հոկտեմբերից կարող է նաև ձյան շերտ այնտեղ տեսանելի լինել։ Խորհրդարանում էր նաև ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը։ Նա այդպես էլ չպատասխանեց հարցին, թե պատարագին վեհափառի անունը զեղչելու հորդորը նույնպես ԱԱԾ-ի օրենքով սահմանված լիազորությունների մեջ է մտնում։ Լրագրողների հետ նման շրջանակի շփման դա առաջին փորձն է եւ եկեք մնանք կառուցողական դաշտում։ Փոխարենը Եսայի Մկրտչյանն ուշագրավ համեմատություն անցկացրեց ԱԱԾ-ի ու լրագրողների աշխատանքի միջև։ Տեղեկատվություն ենք հավաքում, հավաքագրում տեղեկատվություն, որը օբյեկտիվ պետք է լինի։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։